Բարի 28-ն է բանակի ձևավորման, կազմավորման օրն է, ինչպես նաև մեր հաղթանակների օրը, եւ մենք գտնվում ենք Եռաբլուր Պանթեոնում, ուղիղ հեռարձակմամբ, որտեղ մի շարք կազմակերպություններ, կուսակցություններ, հասարակական քաղաքական գործիչներ եկել են իրենց հարգանքի տուրքը մատուցելու, եւ մեզ հետաքրքիր է, օրինակ, ձեզ համար ինչ խորհուրդ ունի այս օրը եւ ձեր վերաբերմունքը նախորդ օրվա ամսի 27-ը հիշատակի օր հայտարարելու ՔՊ կուսակցության նախաձեռնության մասին։ Վստահ եմ, որ այս օրը բոլորիս համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ սա բացի մեր բանակի տոնից, կարծում եմ նաև մեր բոլոր տարած հաղթանակների օրն է, որը որ մենք միշտ շուքով նշել ենք, մենք միշտ այս տոնը նշել ենք, այսպես ասենք, բարձր գլխով, ամենալավ ձևով, բայց ցավոք սրտի, հենց այդ սքի օրվանից երբ խոսեցիք, նախորդ օրվա մասին, այս իշխանությունները այն սուքը, որը որ հայտարարել են, հենց իրենք էլ այդ սքի առաջին պատասխանատուները եւ առաջին մեղավորներն են, որովհետեւ հենց իրենց վարած քաղաքականության եւ իրենց գործողությունների հետևանքով այդ ամեն ինչը եղել, այդ ամեն ինչը տեղի ունեցել, այդ իսկ պատճառով առաջին հերթին ենք պետք է գիտակցեն, որ ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է այդ օրվա հետ կապված։ Նախկինում մեր բանակը եղել է միշտ պատրաստական, եղել է տարածաշրջանում ամենամարտունակը, մշտապես պատրաստ է եղել թշնամուն արժանի հակահարված տալու յուրաքանչյուր պահի, եւ ցավոք սրտի, երբ այս իշխանությունները եկան, նրանք բանակը սկսեցին հիմնովին քանդել։ Այսինքն մենք շատ լավ հիշում ենք, որ բազմաթիվ սպայերի իրենք աշխատանքից հեռացրեցին, շատ մարդկանց վրա քրեական գործեր հարուցեցին, այն ռազմագերիները, որոնք որ հիմա գտնվում են Ադրբեջանի բանտերում, մեր հայրենակիցները ոչ մի քայլեր չի ձեռնարկվում, որպեսզի նրանք հետ գան, ճիշտ է 4 հոգի հետ եկան, բայց ես կարծում եմ, որ դա հենց այնպես տեղի չի ունեցել, այսինքն գուցե ինչ-որ պայմանավորվածություններ կա ձեռք բերված, որի մասին գուցե մենք կարող է չիմանանք, եւ ես վստահ եմ, որ դա հենց այնպես տեղի չի ունենում։ Այդ իսկ պատճառով բանակի տոնը իրենք ամբողջովին, այսպես ասենք, փչացրել են, այսինքն բանակը հիմնովին քանդել են եւ շարունակում են իրենց այդ գործունեությունը, այդ իսկ պատճառով պետքա ավելի լուրջ լինել, ավելի շատ ուշադրություն դարձնել այս հարցին։ Օրինակ ձեզ համար, երիտասարդներիդ համար, որ օրն է, հիշատակվելու եւ հնարավոր է արդյոք դառնալիություն, այսինքն հնարավոր է, ինչ եք կարծում, հաջորդ իշխանությունները գան եւ փոխեն, ի վերջո նաեւ մտահոգություններ հայտնում ընդդիմադիր խմբակցության պատգամավորները մտահոգություն էին հայտնում, որ ամսի 27-ը հիշատակի օր հայտարարելով նպատակ ունեին նսեմացնելու բանակի օրը ամսի 28-ը։ Ես վստահ եմ, որ այս իշխանություններից հետո, երբ իրենք հեռանան վերջապես, նոր իշխանությունները ամեն հնարավոր բան կանեն, որպեսզի բանակը կրկին անգամ ուժեղ լինի, ոտքի կանգնի բանակը, ես դրանում վստահ եմ, կասկած չունեմ, որովհետև այս իշխանության օրոք դրա մասին խոսելը պարզապես անհնար է։ Ես վստահ եմ, որ դա անպայման կլինի, անպայմանորեն մենք դեռ մեկ անգամ չի որ կնշենք մեր բանակի տոնը, իսկ ինչ կապված է սքի հայտարարման օրվա հետ, կրկնում եմ եւս մեկ անգամ, որ այս սուքը իրենք են կազմակերպել եւ իրենց գործողությունների պատճառով է տեղի ունեցել եւ անկախ նրանից ինչ էլ իրենք անեն, երբեք մեր 5000 եղբայրների արունը չի մոռացվի եւ անկախ ամեն ինչից իրենք են մեղավորը եւ մեր պատասխանատուն է ամեն ինչի։ Շնորհակալություն։